Երևանի թիվ 153 դպրոցում մարտ ամսից իրականացվում է Դասավանդիր հանուն Հայաստանի կրթական հիմնադրամի հոգեկան առողջություն ու հոգեսոցիալական աջակցություն Հայաստանի դպրոցներում ծրագիրը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ։ Նպատակն է բարելավել աշակերտների հոգեկան առողջությունն ու հոգեսոցիալական բարօրությունը։ Ծրագրի մենթորները մայրերի մաթեմատիկա, ֆիզկուլտուրա առարկաների ուսուցիչներին ներկայացնում են և աջակցում են կիրառել վարժանքներ, որոնք նրանք օգտագործում են դասապրոցեսի ընթացքում։ Ծրագրի շրջանակում մեծ տեղ է տրվում ստեղծագործականությանն ու ստեղծագործական առաջադրանքներին։ Ստեղծագործական բաղադրիչը մեր ծրագրի շրջանակներում շատ կարևոր է, ինչու որովհետև այն օգնում է օրինակ ոչ միայն մաթեմատիկայի առարկայի շրջանակներում, օրինակ մաթեմատիկական խնդիրները լուծելիս, այլ նաև աշխատավայրում առկա հարաբերությունները կարգավորելիս ու կոնֆլիկտները կարգավորելիս, Մեզ այն օգնում է անհնարինը հնարավոր պատկերացնել, բարդը հասանելի և հասկանալի պատկերացնել, մեր թույլ կողմերը ուշ դիտարկել և սուր անկյունները հարաբերություններում նաև փորձել կորացնել։ Հենց այսօր էլ մաթեմատիկայի դասաժամին մենք կիրառեցինք վարժանք, որը շնորհակալության թվեր, այդպես էր վարժանքի անվանումը, որը նախատեսված էր դասարանում դասարանական միջավայրի հուզական բարեկեցության բարելավմանը, ինչպես նաև դրական մթնոլորտի ձևավորմանը, ինչ արեցինք վարժանքի ընթացքում, յուրաքանչյուր աշակերտ թերթիկի վրա գրեց շնորհակալական խոսքեր ուղղված մաթեմատիկային։ Վարժանքներն իրականացվում են 5-ից 7-րդ դասարաններում։ Դպրոցի ուսուցչուհու խոսքով դրանք ոչ միայն դրական էմոցիաներ են տալիս երեխաներին, այլև օգնում են դասերը հեշտ յուրացնել։ Երբեմն լինում են աշակերտներ, ովքեր անգամ հրաժարվում են գրատախտակի մոտ գալուց, բայց այս խաղերի տեսքով, վարժանքների տեսքով իրականացնելիս իրենք մեծ սիրով կատարում են։ Սա արդեն մեծ հաղթանակ է։ Ծրագրի շրջանակներում ծնողների համար կազմակերպվում են աշխատարաններ։ Ծրագրին ներգրաված են նաև դպրոցի տնօրենն ու հոգեբանը։ Աշխատարանները հիմնականում եղել է դեռահասության տարիքում գտնվող երեխաների հետ շփվելու մասին եւ ծնողներիս հնարավորություն է տվել ավելի լավ բացահայտելու եւ ավելի լավ հասկանալու մեր երեխաներին։ Ծնողը իր հերթին, երբ որ գիտի դեռահասության բնորոշ առանձնահատկությունները, ինքը ավելի կարողանում է գիտակից ձևով մոտենալ դեռահասության փուլի ընդվզումներին օրինակ։ Եվ մեր խնդիրը այս ծրագրի շրջանակներում հենց այդտեղ է, որ կարողանանք դպրոց, աշակերտ, ծնող այս եռակողմ եռանկյունին բալանսավորված պահել ու ստանալ ներդաշնակ կրթական միջավայր բոլոր կողմերին ներգրավելով։ Ծրագրում ներգրաված է Հայաստանի շուրջ 450 դպրոց, որոնցից 225-ում իրականացվում են ուսուցիչների վերապատրաստում ու հարցումներ, մյուս 225-ում միայն հարցումներ։ Մենթորները կարևորում են ծրագրի շարունակականությունն ու բոլոր դպրոցներում դրա իրականացումը։ Ինչու, որովհետև այն հնարավորություն է տալիս ուսուցիչներին ավելի զգայուն լինել ցանկացած իրավիճակում, ճիշտ արձագանքել նույնիսկ ամենաչնչին իրավիճակներում, կոնֆլիկտային իրավիճակներում, ինչպես նաև հնարավորություն է տալիս աշակերտներին ուսումնառությանը մասնակից լինել ավելի ապահով, անվտանգ, այսպես հոգեպես բարեկեցիկ միջավայրում։ Ծրագիրը մեկնարկել է 2025-ի մարտից։ Այն ֆինանսավորում է Համաշխարհային բանկը պետության և խաղաղության կառուցման հովանոցային հիմնադրամի տրամադրած դրամաշնորհով։